Բարի լույս ժողովուրդը։ Հայլի վարուց գրքում մի փոքրիկ, բայց շատ հետաքրքիր առակ կա, որտեղ պատմվում է, թե իշխանները չկարողանալով իրար հետ ընդհանուր հայտարարի գալ, թե ով պետք է լինի իրենց թագավոր, վերցնում են ու մի բանվոր մարդու զավակի, շինարար մարդու զավակի թագավոր են կարգում։ Անցնում է մի կարճ ժամանակ, հայրը որոշում է այցելել իր զավակին։ Գնում է զավակի մոտ եւ հանդիպելիս ասում է. «Որդիս», ասում է, «ինձ ճանաչում ես»։ Եվ որդին պատասխանում է հորը, ասում է. «Հայր, ես ինքս ինձ չեմ ճանաչում, քեզ ինչպես պիտի ճանաչեմ»։ Իրապես այդպես է, սիրելիներս, երբ մարդը հայտնվում է մի կարգավիճակի, որը իրենը չէ, բայց իրեն համոզել են, կամ իրեն խաբել են, կամ ինքն իրեն խաբել է, ասելով, որ ես այսպիսին եմ, նա դառնում է անճանաչելի։ Առհասարակ կյանքի որևէ բնագավառի մեջ։ Եվ այդ անճանաչելիությունը ոչ թե վնասում է միջավայրին ու շրջապատին, դեռ դրա մասին չենք խոսում, այլ վնասում է սեփական անձը, որովհետև երբ մարդը ինքն իրեն չի ճանաչում, ինքն իր հնարավորությունները չի ճանաչում, ինքն իր կարողությունները չի կարող գնահատել տվյալ միջավայրի մեջ, նա կորցնում է ինքնատիրապետումը եւ ստացվում է մի քաոս, որին որևէ մեկը չի կարող կարգավորում բերել։ Ուրեմն այս իմաստով, սիրելիներս, ճանաչենք ինքներս մեզ։ Ծանիր ըստ քեզ արտահայտությունը փիլիսոփայական հենց սրա մասին է։ Ճանաչենք ինքներս մեզ, մեր հնարավորությունները եւ կարողանանք շարժվել այդ հնարավորությունների մեջ։ Պարտադիր չէ բոլորս իշխաններ լինենք, պարտադիր չի բոլորս թագավորներ լինենք։ Կարևոր է ամեն մեկս մեր տեղում լինենք, ըստ մեր կարողության եւ այն շնորհի, որ Աստված մեզ տվել է։ Այնպես որ բարի օր ձեզ բոլորիդ, սիրելիներս, եւ արթուն պահեք ձեր ինքնաճանաչողությունը։